շատ մարդիկ կլինեն, որ ձեզ կասեն, «Ո, եկեք իմ մոտ, ես ձեզ ապարատային իմ տեխնիկան ցույց տամ», իրականում չգնաք, որովհետև դա մարքեթինգային վաճառքներ է։ Ապարատային մատնահատարումը դիմանկյունի տեսակ տեխնիկա է, այսինքն բոլորս բացում են ձախ, հետո բացում են աջ, բարձրացնում են կուզիկուլան դեպի վերև, կորեկային տարբերակով եւ սրեզը կլինի բաչում եք շարք, տանց, թեգլողուսը ցավ, բոլորը կտրում են նույն ձևով, այսինքն չկա ընդհանրապես մի հատ ֆրեզա են փոխում մասնագետները ու մարքեթինգային վաճառքում արի մոտ ես քեզ ապարատի մանիկյուր այսպես սխեման որպես այդպեսին է բարձրացնում են մեր մաշկը 35 դաշնան կա տալով միակ ձախ հատված մակը կարճատված է խորհրդավոր բարձրացում են մաքսիմում 5-7000-ով սրեզ արվում ուրիշ բան ստեղ չկա այսինքն այն մարդը որ ասում արի մոտ ես քեզ բան սովորեցնում դու Պողոսի մոտ ասեն իմ Պետրոսի մոտ դու անցել ես ապարատի մանիկյուր, որ գնաս ես Պողոսի մոտ բան չի փոխելու, ամենը միած ֆրեզա է փոխել, այդ դու փոխելի ես այդ մասնիկան փոխել։ Ֆրեզան փոխի միած դու այդ նույնը փոխես գտի, բաչոնը փոխես ուզում կտրես, թե շարով թե բան։ Իրականում այստեղ տեխնիկա չի փոխում, ոնց որ սենց ասեմ, ասեմ դիտես ինչ կա։ Էսի որ սենց դրած է, ես սենց փոխեմ տեխնիկա է փոխում։ Պակետս այն ինչ տիպի բան եմ ասում, սենց կնստի այդ մարդը սենց կտա դեռ սենց կդնի, տեսես Շատ տարածված է։ Ես գիտեմ, որ շատ տարածված է, ես դրա համար եմ ասում։ Տուրբո տեխնիկան ինքը տարբերվում է, դրա համար եմ ես պրեզենտացիայի մեջ իրենց առանձնացրել, որովհետև տուրբո տեխնիկան մեկ ֆրեզա, մեկ պտույտ աշխատանքա նույնով բացվում, նույնով կտրվում, նույնով պալևով կայացում, դա լրի ուրիշ հասկացություն է։ Հեսա որ նստեմ, տուրբոն աշխատեմ, գրիչը սենց չի, գրիչը դեպի հաճախորդ է։ Միանշանակ դա տարբերվում է մեր տեխնիկաներից, ճիշտ է։ Բայց ապարատնի մանիկյուրը երեխան ոչ մի բանով չի տարբերվում, ով ուզում է, հələ որ նոր բան ուշ չի եկել, որ դուրս գա իմացեք ես կբերեմ, այսինքն մարքեթինգային վաճառքներ։ Բացվում է, նախ խորհուրդ եմ տալի այն աղջիկները, ովքեր աչիկ են, սկսեն ձախ կողմից, հետո փոխեն 10 մարդը ձախ կողմից, պլանյայա մարկովկայա ինչով որ դուք աշխատում եք ծիրայա Իսեն եղունքը հավասարում է շտեղից, բացում ենք նախ ձախ ուղղությունը, ինչի ձախ, որովհետև մենք աջ կողմով ենք կորիկները բարձրացնելու հետո, որպեսզի աչից չսկսենք, հետո կամացացնենք, փոխենք ձախ, հետո նորից կամացացնենք դրանք աջ, ձախից սկսենք, որ ամենակարևորն է։ Ձախ կողմից 35 աստիճանանկյան տակ, թեքությամբ, ոչ թե ուղիղ ենք դնում ֆրեզան, որ իր դրամաչափը պտույտի ժամանակ չփորի, եւ միշտ իմացեք այդքան շատ փոշի չկա կուզիկուլայի տակ, այդ ամբողջը եղունգ է, այսինքն դուք աշխատանքի ժամանակ երբ որ պլանյայով կամ մարկովկայով աշխատում եք ամբողջ դրամաչափի պտույտի ժամանակ դրամաչափը գտնվում է եղունգի պրոսենս մեծ փոշիներով կարգու ասում ջոնես չկա բան եմ անել ընդեղ բան չկա անել եղունգը խորվում է ուղղակի մաքսիկ 35 աստիճանանկյան տակ ես ես տեխնիկան այսօր ցույց կտամ կամ անցնում ենք ապարատը փոխում ենք նույն գործողությունը կատարվում է աջ կողմի վրա եւ բարգացրած դիրքով պետք է բարձրացնել խորեկավոր յուբրուչկա եթե կատարվելու է ապարատի մանիկյուր այս պարտադիր պետք է կուզիկուլաները բարձր լինեն որպեսզի սրեզի ժամանակ հետ չպատի իսկ խորեկավոր բարձրացումը ձգում ենք մաշկը ու կտրում մաքսիմում ապարատը պետք է լինի 5-7000 հենց ուտեղա վարելը կլինեն կպած է եւ ինչ է բարձր ահա հիմա ես ձեզ ասեմ կլինեն ուզում եմ ասել ու դուք ասեք կլինեն հաճախորդներ երբեք չի լինի անել ապարատի մանիկյուր մեր մոտ գալիս են դերապատրաստման ասում սիրոն ջան գիտես չէ ես ամեն ինչ գիտեմ եկել եմ ես դաժե ես դժվարություն ամեն ինչ գիտեմ ասում ես եկել եմ որ կոմոդ անցնեմ ապարատի մանիկյուր որ էլ կոմբի չանեմ ասում դե կողմուց չէ մենեջերը դասում դերնա հետ եկալ ու գնահատանելով այդպես բան չկա դու չես կարող այդ մարդուն հիպերվիտրոզ եղունգները ռեզին մաշկա ափերը խոնավ ճպճպան շատ պրոբլեմատիկ մաշկ դեռից ճաքերով ու ինքը քեզ ուզում ասի որ դու իրան կարաս ապարատին սովորացրես այդ 50000-ը տարածից դրած գնահատում դրա համար շորերա